Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ Կոտայք TV-ի եթերում բարի լույս ծրագիրն է եւ ես Արիտա Եղիազարյանս այս տաղավարից գարնանային վառ տրամադրությամբ ձեզ բոլորիդ մաղթում եմ բարի լույս։ Այսօր ունենալու ենք շատ հագեցած եթեր, խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաներից, դիտելու ենք շատ հետաքրքիր տեսանյութեր, իսկ մինչ բուն թեմաներին անցնել առաջարկում եմ դիտել հաճելի տեսահոլովակ, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Բարի լույս եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր նոր են միացել մեզ, ես արդեն սիրով ներկայացնեմ մեր հյուրին, մեր հյուրը արդեն մեր տաղավարում է, այսօր խոսելու ենք Աբովյան քաղաքի Գեղարվեստի դպրոցի փոխտնօրեն Տաթև Հարությունյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար եւ առավոտը միասին սկսելու։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Մինչ բուն թեմային անցնելը հետաքրքիր է իմանալ Գեղարվեստի դպրոցի գործունեության մասին եւ հիմնականում ինչ առաքելություն է այն իրականացնում։ Արդեն 50 տարի է, ինչ Աբովյան քաղաքում գործում է Գեղարվեստի դպրոցը եւ ունի շատ ամուր ավանդույթներ եւ ապահովում է Աբովյան քաղաքի երեխաների համար գեղագիտական կրթություն։ Իսկ հիմնականում ինչ ծրագրեր դասընթացներ են իրականացնում։ Ծրագիրը կրթության նախարարության կողմից աշխատված ծրագրով ենք աշխատում եւ ներառում է մի շատ կապատկաներ, այդ թվում գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, արվեստի պատմություն, քանդակագործություն, նաև խեցեգործություն եւ համակարգչային դիզայն։ Իսկ երեխաները հիմնական որ տարիքից կարող են հաճախել։ Հիմնականում ընդունեցություն ունենում ենք 10-ից 12 տարեկան տարիքային խմբերի համար։ Ավելի բարձր տարիքի կան, թե դեռ լինում են երեխաներ, որոնք ցանկություն են հայտնում 1 կամ 2 տարի ավեզ սովորել, բայց հիմնականում պատանիների երիտասարդների համար է։ Իսկ դպրոցը Գեղարվեստի ունի համագործակցություն այլ կազմակերպությունների հետ, այլ արվեստի դպրոցների հետ։ Իհարկե, մենք պարբերաբար կազմակերպում ենք եւ ցուցահանդեսներ, եւ այցելություններ, թանգարաններ, հանրապետության եւ միջոցառումներ։ Վերջին մեծ միջոցառումը դա ծրագիր է կրթության նախարարության հովանավորությամբ եւ համայնքի մի շարք մշակութային կառույցների փոխօգնությամբ եւ համագործակցությամբ Նախորդ տարի իրականացրեցինք Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված ծրագիր, որին ներառեցինք նաև համայնքի արվեստասեր երեխաներին։ Նաև հիմա խոսենք արդեն նոր ծրագրերից, երբ մի քանի օր առաջ արդեն հայտարարություն ենք տեղադրել, մի փոքր կպատմեք այդ խեցեգործության, ցուցահանդեսի մասին, ինչպես այն իրականացվելու երբ։ Ճիշտ ասած, փորձեցինք համայնքի աղջիկներին եւ կանանց առաջին հերթին համայնքի աշխատակից կանանց եւ աղջիկների համար փոքրիկ անակնկալանել եւ միամսյակի կապակցությամբ հրավիրել խեցեգործության եւ նկարչության աշխատարանի, որտեղ կծանոթանան խեցեգործության հետ, կուսումնասիրեն եւ իրանք կստեղծեն իրենց աշխատանքները։ Իսկ միայն հենց կանայք կարող են մասնակցել, թե նաեւ այդ սովորող երեխաները նույնպես կարող են մասնակցել։ Քանի սովորող երեխաները արդեն իրենց ծրագրի մեջ սովորում են, հիմնականում ուղղված է ծրագիրը կանանց եւ աղջիկներին, նախ եւ առաջ համայնքի, իհարկե ցանկություն կունենանք ավելի մեծ մասշտաբով անել, բայց այս պահին ավելի փոքրիկ ծրագրով կսկսենք։ Իսկ բացի ցուցահանդեսից նաեւ վարպետաց դասեր լինելու են։ Ինքը նախ եւ առաջ նախատեսված է որպես վարպետաց դասեր, ցուցահանդեսին անակնկալ կլինի երեխաների աշխատանքներով արդեն։ Իսկ վարպետաց դասերին ինչ մասնագետներ են ներառված, որպեսզի նրանք նույնպես իրենց փորձով կիսվեն, ովքեր են հրավիրված։ Վարպետաց դասերը կանցկացնեն դպրոցի մասնագետները, շատ պրոֆեսիոնալ եւ հարուստ աշխատանքային փորձով, եւ իհարկե ընթացիկ ծրագիրը կլինի անակնկալ։ Իսկ մասնակիցները պետք է պարտադիր արդեն մի փոքր փորձ ունենան մասնագիտության ոլորտում, թե կարող են, եթե ցանկություն ունեն, արդեն մասնակցեն։ Ծրագրին մասնակցելու համար որևէ փորձառություն անհրաժեշտ չէ, պետք է միայն սեր ու հետաքրքրվածություն։ Իսկ բացի խեցեգործության ցուցահանդեսից այս տարի ինչ այլ ցուցահանդեսներ, միջոցառումներ են կազմակերպվելու ակադեմիայում, դպրոցում։ Դպրոցում ամեն տարի իրականացնում ենք մի քանի ավանդական ցուցահանդես, տարվա լավագույն աշխատանքների ցուցահանդես,
Միշտ ունենում ենք երեխաների տոնին նվիրված ցուցահանդես եւ իհարկե պարբերաբար ունենում ենք դասարանական ցուցահանդեսներ, մեր ընթացիկ աշխատանքները ներկայացնում ենք եւ ծնողներին եւ արվեստասերներին պարբերաբար ունենում ենք եւ սպասում ենք բոլոր արվեստասերներին։ Նաեւ հիմա հեռուստադիտողների շատ հետաքրքիր է ինչպես կարող են մասնակցել, հայտ են ներկայացնում, զանգահարում են, ինչպես է դա տեղի ունենում։ Քանի որ նախապատրաստական աշխատանքների համար պետք է որոշակի ժամանակ եւ միջոցներ, մենք շատ ուրախ կլինենք եւ պետք է խնդրենք բոլոր հետաքրքրված մասնակիցներին իրենց տվյալները փոխանցեն մեզ Abovyan School Arts շնիկ yandex.com էլեկտրոնային հասցեի միջոցով։ Նաև շատ հետաքրքրում է իմանալ, թե նա ուղղակի ցուցահանդես է լինելու, թե նաև ունի իր մեջ պարունակվող մրցութային բաղադրիչ, այսինքն միայն ցուցադրվելու, թե նաև ինչ-որ խրախուսական նվերներ, պարգևներ նույնպես ստանալու են մասնակիցները։ Ծրագրի գլխավոր խնդիրը վարպետաց դասերն են, այսինքն երբ մասնակիցները իրենց ձեռքերով կստեղծեն գործեր, ցուցադրություն լինելու է շատ անակնկալով եւ նախևառաջ աշակերտների աշխատանքները կցուցադրենք, որպես մրցանակներ չենք նախատեսել, քանի որ բոլոր մասնակիցներին դա նվեր է եւ բոլորն էլ հաղթող են, եթե իրենք արդեն ցանկություն ունեն արվեստով զբաղվելու։ Իսկ արդեն կան ներկայացված ինչ-որ հետաքրքիր բաներ, որ ձեզ արդեն գրավել է ինչ-որ աշխատանք, թե դեռ ոչ։ Վարպետաց դասերը դեռևս չեն սկսել, նախատեսել ենք անել դրանք ամեն ուրբաթ, այսինքն մարտի 14-ին, 21-ին, 28-ին, իսկ ապրիլի 4-ին կունենանք կերպարվեստի վարպետության դաս, ժամը 18:10-ից 1 ժամ տևողությամբ։ Խեցեգործության ցուցահանդեսը տևելու է 1 օր։ Ցուցադրություն կունենանք ամսի 7-ին, նախապես կտեղեկացնենք ժամի տեղի մասին, այո, կտևի 1 օր։ Եվ հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքով, այսպիսի միջոցառումները, վարպետաց դասերը համայնքի զարգացման գործում ինչ դեր ունեն։ Արվեստային նախևառաջ սերը արվեստի հանդեպ մշակութային ներգրավվածությունը եւ իհարկե շատ կարեւոր է, որ ոչ միայն փոքրիկները, նաեւ մեծահասակները ներգրավված լինեն մշակութային արվեստային միջոցառումներին եւ դա կխթանի, որ արվեստը նաեւ որպես ժամանց, որպես հետաքրքրություն, որպես հոբբի ավելի ակտիվ մեր կյանք մտնելու համար, մեր համայնքի, մեր հանրության շրջանում։ Իսկ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են կազմակերպիչները հիմնական գաղափարի հեղինակը։ Ծրագրի գաղափարի հեղինակը դպրոցի տնօրենն է, Գերի Ղազարյանը, եւ ծրագրի մեջ ներգրաված են դպրոցի կոլեկտիվը ամբողջ։ Իսկ ձեր կարծիքով նման միջոցառումներին մասնակցելով մրցույթի մասնակիցները ինչ նոր հնարավորություններ ունեն իրենց կարիերայի զարգացման գործում, ինչ է տալիս այս ցուցահանդեսները ձեր կարծիքով։ Քանի որ այս ծրագրի նախևառաջ մեծահասակներին է ուղղված, կարիերայի հարցով շատ վստահ չեմ, սակայն հետագա իրենց հետաքրքրությունների, հոբբիի, զբաղվածության, ժամանցի ինչու՞ չէ նաև դեպի արվեստ ուղղվածության, արվեստի բաղադրիչի մեծացման դերում կարծում եմ շատ կարևոր է, որովհետև հիմա ամբողջ աշխարհը գնում է նրան, որ արվեստը ինքը դառնում է մարդու կյանքի անբաժան մաս, մանավանդ տեխնիկաների դարաշրջանում, երբ ամեն ինչ գնում է ռոբոտացման, մեքենայացման, թվայնացման, արվեստը երևի մարդ մնալու, մարդկայինը պահպանելու այն եզակի կղզիներից մեկն է, հա, կարելի ասել։ Նշեցիք, որ գնում է ամեն ինչը էլեկտրոնականացման, ռոբոտացման, ձեր կարծիքով հնարավոր է դա ինչ-որ չափով ազդի նաև մարդկանց վրա, ինչպիսի հետաքրքրություն եք նկատում այս երիտասարդների մեջ կա, ավելի շատ են հետաքրքրում, թե արդեն դեպի չեն հետաքրքրում այդքան էլ արվեստով, ինչպես եք անում, որպեսզի երիտասարդների մեջ դա սերմանվի ավելի շատ երեխաների մեջ արվեստը։ Իհարկե, երիտասարդների վրա մեծ ազդեցություն ունի ժամանակակից տեխնոլոգիական միջոցները, բայց ինչպես նշեցի, մենք փորձում ենք արվեստը այդ հավասարակը շռել ու պահել որպես այդ մարդկային շփումների, մարդկային զգացմունքների անմիջականության փոխանցման, հա, անմիջական շփման միջոց եւ այդ առումով փորձել հակազդել։
ինքը այնպես չի, որ տեխնիկական միջոցները մենակ բացասական ազդեցություն ունեն, իրանք նաև ունեն հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել նաև արվեստի համար։ Իսկ դպրոցը արդեն օգտագործում է նման տեխնիկաներ։ Իհարկե տեխնիկական միջոցները մենք ունենք համակարգչային դիզայն, այսինքն արվեստ տեխնիկաները այնքան են մտել մեր կյանք, որ մենք չենք կարող ուղղակի դրանք հաշվի չառնել։ Արդեն տարիներ շարունակ դպրոցում գործում է նաև համակարգչային դիզայնի դասընթաց ունենք մենք։ Բացի դրանից տեխնիկաները շատ լավ միջոց են, եթե գործնականում մենք հնարավորություն ունենք երեխաներին տանել, ասենք եվրոպական թանգարաններ, կարողանում ենք տեխնիկաների միջոցով մենք շատ արագ երեխաներին ինտեգրել համաշխարհային արվեստի լավագույն նմուշները ցուցադրել իրենց։ Իսկ ձեր գեղարվեստի դպրոցի ակադեմիան ինչ փոփոխություններ են սպասվում, ինչ նոր հետաքրքիր դասընթացներ կան, որ ցանկանում եք ավելացվի, որպեսզի երեխաները նույնպես սովորեն։ Նայեք, մենք եւ ծրագրի եւ մեթոդների առումով անդադ փոփոխություններ եւ նորարարություններ անում ենք, որպեսզի երեխաներին հետաքրքիր լինի եւ ամեն սերունդ ունի իր հետաքրքրությունները, իր պահանջները նաեւ, եւ մենք փորձում ենք անդադ վերապատրաստվել եւ պատրաստ լինել այդ մարտահրավերներին, որովհետեւ մեր համար իրոք դրանք մարտահրավեր են։ Լինել հետաքրքիր, որտեղ մեթոդները փոխվում են, երեխաների հետաքրքրությունները փոխվում են եւ մենք միշտ պետք է դրանց պատրաստ լինենք։ Իսկ շատ են համայնքի երեխաները շատ են սովորում, խմբակները շատ են։ Այս պահին դպրոցում ունենք շուրջ 210 աշակերտ, իհարկե ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է, մենք կուզեինք ավելի մեծ թվով երեխաներ ներգրավել մեր դասընթացների, բայց սահմանափակ է մեր տարածքը եւ այդ առումով այս պահին ունենք 210 աշակերտ։ Իսկ երեխաները խմբակային են դասերը անցնում են, կան երեխաներ, ովքեր ցանկանում են անհատական սովորել նման դասերը անց են կացում խմբակային եղանակով։ Միայն խմբակային։ Այո, միայն խմբակային եղանակով։ Շատ շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ անդրադարձի համար։ Ձեզ նորանոր հաջողություններ եւ դպրոցին եւ նաեւ ձեր գործունեության մեջ։ Շնորհակալ ենք շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցի փոխտնօրեն Տաթև Հարությունյանի հետ։ Այս պահին մեզ մոտ երաժշտական ընդմիջում է, դիտենք տեսոլովակ, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա առաջարկում եմ հարմար տեղավորվել բազմոցներին, քանի որ ուղևորվելու են կանաչ դաշտերի եւ լեգենդների երկրի մեջ։ Խոսքս Իռլանդիայի մասին է, առաջարկում եմ դիտել այս հեքիաթային երկրի մասին պատմող ռեպորտաժը։ Իռլանդիան զմբրուխտե կղզի անունով այս հրաշալի երկիրը հմայիչ բնությամբ, հին ավանդույթներով եւ ջերմ ընդունելությամբ գրավում է բոլոր այցելուներին։ Այս երկիրը լի է պատմական հուշարձաններով, առասպելական պատմություններով եւ մշակութային հարուստ ժառանգությամբ։ Ամենուր կանաչ հարթավայրեր են, զմբրուխտե բլուրներ, ժայռոտ ափեր եւ խորհրդավոր անտառներ։ Ամենահայտնի տեսարժան վայրերից է մոհերի ժայռերը, որոնք բարձրանում են Ատլանտյան օվկիանոսի վրայով, ստեղծելով շշմեցնող տեսարան։ Իռլանդիայում կան նաև հինավուրց քարե ամրոցներ, որոնցից շատերը պահպանվել են միջնադարից։ Իռլանդիան հայտնի էր ֆոլք երաժշտությամբ, որն այստեղ կյանքի անբաժանելի մասն է։ Մշակույթի մեջ մեծ տեղ ունեն նաև տոները, իսկ Սուրբ Պատրիկի օրը աշխարհի ամենահայտնի տոներից է։ Այն նշվում է մարտի 17-ին Իռլանդիայի հովանավոր սրբի պատվին։ Այդ օրը ողջ երկիրը վերածվում է կանաչ հեքիաթի։ Մարդիկ հագնում են կանաչ հագուստ, կազմակերպում են շքերթներ ու տոնակատարություններ։ Իռլանդիան լցված է առասպելներով ու լեգենդներով։ Այստեղի ամենահայտնի առասպելական էակներից է լեփրեկոնը, փոքրիկ չարաճճի գոբլինը, որը պահպանում է ոսկով լիկացա ծիածանի վերջում։ Մեկ այլ խորհրդավոր վայր է նոր Գրենջը, որը ավելի հին է, քան եգիպտական բուրգերը։ Այն կառուցվել է մեր թվարկությունից առաջ 3200 թվականին եւ կապված է հին կելտական հավատալիքների հետ։ Իռլանդիան մի վայր է, որտեղ համատեղվում են հինն ու նորը, առասպելն ու իրականությունը։ Զմրուխտե բնությունը, երաժշտական հոգին, անզուգական ժառանգությունն ու հյուրընկալ ժողովուրդը դարձնում են այն հեքիաթային երկիր, որտեղ միշտ կցանկանաս վերադառնալ, իսկ Իռլանդիան սպասում է քեզ իր կանաչ բլուրների գրկում։
Մենք վերադարձանք եւ հուսով եմ այս ճանապարհորդությունը ձեզ շատ դուր եկավ։ Հիմա հեռուստաէկրանների առջև հրավիրում եմ բոլոր սուրճ սիրող հեռուստադիտողներին, քանի որ այսօր խոսելու ենք սուրճի մասին։ Բոլորս գիտենք, որ սուրճը աշխարհում ամենատարածված ըմպելիքներից մեկն է եւ երկրորդն է թեյից հետո։ Բացի համեղ եւ թարմեցնող ըմպելիք լինելուց, սուրճը նաեւ օժտված է մի շարք օգտակար հատկություններով։ Այն նվազեցնում է օնկոլոգիական եւ Պարկինսոնի հիվանդության ռիսկը, կարգավորում է լեղապարկի աշխատանքը, բարձրացնում է արյան զարկերակային ճնշումը, նպաստում է սերոտոնինի, այսինքն երջանկության հորմոնի արտադրմանը։ Միաժամանակ այս ըմպելիքի չարաշահումը հղի է մի շարք վտանգավոր հետևանքներով։ Դրանցից առաջինը կախվածության առաջացումն է։ Երբ անհրաժեշտ դոզան չստանալու դեպքում մարդն իրեն ընկճված է զգում, մկաներում ցավեր է ունենում եւ անընդհատ քնկոտ է։ Սև սուրճի չարաշահման երկրորդ վտանգը նյարդային համակարգի հյուծումն է, որպես երրորդ բացասական հետևանք ասում են բժիշկները, որ սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը շատ սուրճ խմելուց ավելի է բարձրանում, քանի որ սուրճը խթանում է սրտի աշխատանքը, դրանով իսկ բարձրացնելով այդ հիվանդության հավանականությունը։ Սուրճի չարաշահումը կարող է նաև հանգեցնել օրգանիզմի կողմից որոշ տարրերի վատ յուրացմանը, ինչի արդյունքում կարող են զարգանալ օստեոպարոզ, ատամների հետ կապված խնդիրներ, մաշկի եւ եղունգների չորություն։ Այս ըմպելիքը շատ օգտակար է, բոլորը սիրում են, բայց պետք է չչարաշահել, քանի որ չարաշահման դեպքում կարող են առաջանալ լուրջ առողջական խնդիրներ։ Իսկ մենք մեր եթերում չենք կարող չանդրադառնալ մեր հայկական արժեքներին, եկեղեցիների եւ այսօր ուզում եմ խոսել մի եկեղեցու մասին, որը գտնվում է Տավուշի մարզում եւ պատմում է անցյալի փառքի, հավատքի եւ հոգու ամրության մասին։ Առաջարկում եմ դիտել պատրաստված ռեպորտաժը եւ նաեւ իմանանք եկեղեցու անունը։ Կապտավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում Չին-Չին գյուղից 5 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Տեղակայված է Հախում գետակի աճափին, անտարածածկ Լեռան լանջին։ Այն կառուցվել է 1234-ից 1243 թվականներին։ Կապտավանք համալիրի մասին վկայությունները քիչ են, ամեն դեպքում պահպանված բոլոր վկայություններում էլ Կապտավանքը հիշատակվում է կաթողիկե վանք կամ պարզապես եկեղեցի տարբերակներով։ Կապտավանք անվանումն ամենայն հավանականությամբ տարածում է գտել ավելի ուշ կապված լինելով եկեղեցու կապտավուն բազալտե քարերի հետ։ Կապտավանք վանական համալիրը փոքր եւ առաջին հայացքից ոչինչով աչքի չընկնող կառույց է։ Միջնադարյան հայկական եկեղեցիներն ունեցել են արդեն զարգացած եւ մեծ տարածում գտած արտաքին ու ներքին զարդարանք, սակայն Կապտավանքն այդ հարցում նույնպես աչքի չի ընկնում։ Երբեմնի վանական համալիրը բաղկացած է եղել եկեղեցուց, ժամատնից, միաբանության շենքերից եւ շուրջը տարածվող գերեզմաններից, սակայն այս ամենից պահպանվել են միայն եկեղեցին, այն արտաքինից քառակուսաձև է, իսկ ներսից խաչաձև կառույց է։ Պատերի հաստությունը միաչափ է, տատանվելով 0.8-ից 1.7 մմ։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան եւ հարավային կողմերից։ Կառույցի միակ զարդարված հատվածը վերևի ներքևի հատվածն է, որը կերտվել է վարդագույն տուֆից։ Համալիրի մասին տեղեկությունները քիչ են եւ անհայտ է մնում նաեւ մեկ այլ հետաքրքիր փաստ։ Ասում են, որ Կապտավանք վանական համալիրը կառուցել է ոչ հմուտ ճարտարապետ առաջ շինարարների հետ խորհրդակցման, թե որքանով է այդ վարկածը համապատասխանում իրականությանը նույնպես անհայտ է, բայց գուցե դա է պատճառը, որ եկեղեցին կառուցվել էր ոչ սրբատաշ քարերից, փոքր չափսերով, չպահպանելով իր երբեմնի տեսքը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ուրախ եմ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ դրական լույսի ներքո։ Ձեզ հաճելի օրվա շարունակություն եմ մաղթում, մենք արդեն կհանդիպենք վաղը, իսկ ես արդեն գնամ աշխատեմ, որպեսզի վաղը նույնպես դուք ունենաք շատ հետաքրքիր օր։